Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ես մի քիչ այլ ձևի եմ ընկալել, ես տեսել եմ հայ ոգի, որը չի կոտրվում, ինչքան էլ դժվար պայմաններում գտնվի, ինչքան էլ կտանքների միջով անցնի, դիմաց լինի ծայրահեղ քայլի հացադուլի, այնուամենայնիվ իր ոգին չի կոտրվում եւ անգամ խիստ ցենզուրա անցած Բաքվից ամեն տառը ստորակետը ստուգված վիճակում նա կարողացել է փոխանցել միտքը, որ ամեն ինչ կորած չէ, մենք դեռ ապրելու ենք մեր հայրենիքում, կարողանալու ենք կերտել խաղաղություն, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն չլինի, որ խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի մենաշնորհն է, խաղաղություն ուզում ենք բոլորս, բայց գոյություն ունի պարտված խաղաղություն ու կա արժանի խաղաղություն եւ ըստ իս Ռուբեն Վարդանյանը խոսում էր հենց արժանապատիվ եւ մեզ վայել խաղաղության մասին, մեր ժողովրդի անցած ուղին հաշվի առնելով մենք շատ ավելի դժվար ժամանակներ ենք ապրել եւ հայրենիներ, ովքեր չեն կոտրվել, կարողացել են կերտել այդ խաղաղությունը։ Ես հիմա որևէ պաթոսի մեջ չեմ, էլի պաթետիկ բաներ չեմ խոսում, բայց Ռուբեն Վարդանյանի ուղերձի մեջ ես տեսա նաև խնդրանք չհանձնվելու։ Այո, ընդհանուր տրամադրությունը տխուր էր, ընդհանուր տրամադրությունը այդ ներողությունների շարքը եւ հրաժեշտը տպավորություն կար, բայց նաեւ խնդրանք էր անտարբեր չլինելու, նա առանձին ընդգծեց եւ խնդրանք էր հուսահատ չլինելու։ Եթե նրանք մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուբեն Վարդանյանը եւ մյուսները, ովքեր ուղերձի հնարավորություն գուցե չեն ունեցել, մեզ այնտեղից ցույց են տալիս հայրենասիրության դասեր։ Բակո Սահակյանն է հայտարարում, որ նա ճիշտ է եւ սա այդ հարցը չէ, որ պետք է քննարկվի քրեական կամ դատական հարթության մեջ։ Լևոն Մնացականյանը, Իշխան Մանկյանը, նրանք բոլորը խոսում են այն մասին, որ այո, նրանք հպարտությամբ են անցել պատերազմը եւ կանեին նույնը, եթե պատմությունը կրկնվեր։ Նրանք մեզ այստեղ ազատության մեջ գտնվողներիս դաս են տալիս, թե արդյոք կկարողանանք մենք այդ դասերը քաղել եւ վերականգնել մեր ուժերը։ Դա արդեն երևի յուրաքանչյուրիս հարցն է։ Մենք մեր մեջ պետք է հարցնենք, ինչ ենք թողնելու մենք սերունդներին։ Մենք ստացել էինք անկախ Արցախ, մենք ստացել էինք հեղինակություն միջազգային երկու բևեռներում հեղինակություն վայելող պետություն։ Մենք ստացել էինք ամուր սոցիալական, կրթական համակարգ։ Այսօր մենք չունենք ոչ մեկը, մենք կորցրեցինք Արցախը, հայաթափվեց Արցախը գոնե այս պահին, եւ ես միշտ պնդում եմ, որ կա դիվանագիտական ճանապարհ առանց պատերազմի հետ գնալու, բայց պետք է լինի այլ իշխանություն եւ այլ պայմաններ։ Արդյոք մենք կկարողանանք այնինչ ստացել ենք դրա կեսը փոխանցենք։ Ամեն մեկս մեր մեջ պետք է հարց տանք։ Հիմա ժամանակը չէ բաժանումների, հիմա ժամանակը չէ անուններ կպցնելու, հիմա ժամանակն է տեր կանգնելու մեր երկրին։ Անտարբեր չլինելու մասին հիշեցրեցիք, դուք տեսնում եք նախադրյալներ, հիմքեր մարդկանց այդ անտարբերությունը կոտրելու, հնարավոր է արդյոք այսօր գոնե այս ուղերձով եւ գոնե իր հեռավորության վրա, բայց նաեւ իր առաջնորդությամբ կոտրել այդ անտարբերությունը։ Տեսեք, ուղերձը քիչ է անտարբերությունը կոտրելու համար, որովհետև անտարբերությանը հասնելու համար օգտագործվել են մանիպուլատիվ տեխնոլոգիաներ, որոնց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաշալի տիրապետում է։ Պատերազմից հետո ամեն մի կադր, ամեն մի խոսքը, ամեն մի գործողությունը մշակված մանիպուլյացիայի էլեմենտ են եղել։ Ես միշտ սարսափով եմ ասում, բայց դա ասում եմ, որ ժողովուրդը մի հատ է լսի, սկսած պարկերի մեջ մեր զոհված տղաների մարմիններից վերջացրած զոհվածների ծնողներին եռաբլուրում քաշ տալով կոնկրետ աշխատանքեր, որպեսզի ժողովուրդը հերթ քաշվի եւ ամեն մեկը ապրի իր կոմֆորտի զոնայում։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը քիչ է, բայց նա պետք է լինի կատալիզատոր, պետք է նույն ձևի աշխատել հասարակության հետ։ Մենք տեսանք, որ անցած տարի ապրեց ժողովուրդը զարթոնք, սրբազան շարժման հետևից գնացին շատ մեծ քանակությամբ մարդիկ, ովքեր ընդամենը 1-1.5 ամիս առաջ ասում էին, որ ով էլ դուրս գա փողոց, նրանք փողոց դուրս եկողը չեն։ Այսինքն ժողովրդի մեջ հիասթափությունը անհույս չէ։ Պետք է ճիշտ հաշվարկել քայլերը։
Եվ նաև կուզեի անդրադառնանք իշխանությունների այն թեզին, որ երբ հանրային եւ հրապարակային են գործում, ապա սա վնասում է եւ եթե հրապարակեն այն ինչ անում են, այդ քայլերը, որոնք արվում են, ապա միգուցե մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք գերիներին հետ վերադարձնելու հնարավորությունից, արդյոք հրապարակայնությունը իրապես խանգարելու է, թե հակառակը սա ուղղակի միջոց է թաքցնելու այն, ինչ չեն անում։ Նրանց պնդման սարկազմը կայանում է նրանում, որ նրանք բացարձակ պատկերացում չունեն դիվանագիտության մասին, բացարձակ, այլապես հենց նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը չէր գնա նստեր բանակցությունների սեղանին, մինչև չվերադառնային մեր բոլոր գերիները։ Ես միշտ ասել եմ, գերիների վերադարձը պետք է լիներ նախապայման, եւ մինչև այսօր պետք է մնա նախապայման։ Իսկ եթե դուք հրապարակային չեք գործում, բնականաբար կան դիվանագիտական խողովակներ, որոնք տեսանելի չեն, եւ դա նորություն չէ եւ Նիկոլ Փաշինյանի մենաշնորհնել չէ դրանից օգտվելը։ Հարցը նրանում է, որ նա չի օգտվել։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը շատ մանրամասն թվարկել էր քայլերը, որոնք կարող էին արված լինել։ Շնորհակալություն էր հայտնել Միրզոյանի կողմից կատարված մեկ չնչին քայլին, բայց նաեւ թվարկել էր բոլոր քայլերը, որոնք չեն արվել։ Ես այստեղ նաեւ կգումարեմ խորհրդարանական դիվանագիտության քար լռությունը, իսկ այս մասին պետք էր աղաղակել բոլոր միջազգային հարթակներից։ Պետք էր բոլոր մակարդակներով սկսած խորհրդարանականներից վերջացրած հասարակ քաղաքացիներով պետք էր գրել նամակներ, ունենալ ելույթներ, պահանջներ, պիկետներ, միտինգներ, այդ ամենը չի արվել։ Երբ որ դու չես բարձրաձայնում խնդրի մասին, ոչ թե այդ խնդիրը լուծվում է, այլ դա մոռացվում է։ Դիվանագիտության մեջ չկա այդպիսի բան, որ ինչ-որ մի բան խանգարում է, չեմ ուզում էլի եմ կրկնում տանել զուգահեռներ, բայց երևի կհիշեք, քանի անգամ մանիպուլացվեց, որ ընդդիմությունը անում է հավաքներ, այդ պատճառով Բաքուն չի վերադարձնում գերիներին, քանի ծնողների տրամադրեցին ընդդիմության դեմ այդ մանիպուլյացիաներով, դա ամենաանազնիվ բանն է, ինչ կարելի անել, որտեվ մայրը ծնողը, որը սպասում է իր որդուն, հավատում է ամեն ինչին, իսկ իրականում գերիները այդքան ուշ վերադարձան, իսկ 15 հոգի նաև չվերադարձան եւ դատվում են որպես դիվերսանտ, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չպահանջեց նրանց վերադարձը։ Ես չեմ կարող ուղղակի չանդրադառնալ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած հայտարարությանը, թե այդ մարդիկ չպետք է ընկնեին գերի։ Ունեին այդ մարդիկ տարբերակ գերի չընկնելու։ Եվ ի վերջո ուզում եմ հիշեցնել, որ Հակարիի կամուրջը բացելու նախապայման էր այդ մարդկանց մնալը եւ հանձնվելը։ Ես չէի ցանկանա Անդրանիկ Քոչարյանի պես մարդուն արձագանքել, եկեք համարենք, որ ես ընդհանրապես ձեր հարցին եմ, պատասխանը, որտեղ Անդրանիկ Քոչարյանը ամենավերջի մարդն է, ով իրավունք ունի խոսելու արժանապատվություն ունեցող մարդկանց քայլից։ Նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցաբար գնացել եւ հանձնվել է, որպիսի 120,000 անմեղ խաղաղ բնակիչները կարողանան անվտանգ առանց խոշտանգումների դուրս գան Արցախից։ Ես կմեջբերեմ իրենց իսկ ՄԻՊ-ի օրինակներից մեկը, երբ որ այդ հարձակման ժամանակ, մեկօրյա պատերազմի ժամանակ եղել են գյուղում դեպքեր, երբ թուրքերը չեմ կարող մեղմ ասել, այդպես պիտի ասեմ, երեխայի մարմին են, թևերը պոկե փայտեր են խփե մեջ, ասենք այդ գազանները ցեղասպանություն էին սկսել եւ պայմանը այն էր, որ մարդկանց կթողնեն դուրս գալ միայն այդ մարդկանց հանձնվելու պայմանով։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը այսօր գտնվում է Բաքվում, իր վրա վերցրեց մի ահռելի լուծ, ինքը գիտակցաբար գնաց, երևի թե չվերադառնալու մտքով, միայն նրա համար, որ 120,000 մեր հայրենակիցները, ովքեր 9 ամիս սոված էին ապրել, կարողանան գոնե անվտանգ դուրս գան։ Եվ մարդիկ, ովքեր այդ 120,000 մարդկանց զրկել էին իրենց պետությունից, իրենց տներից, իրենց ապագայից, խոսում են արժանապատվության մասին։